Վերադարձանք Բոլիվիայից, իմիջիայլոց Բոլիվիան ունի երկու մայրաքաղաք, Սուկրե եւ Լապաս։ Լապասը աշխարհում ամենաբարձր գտնվող մայրաքաղաքն է, 3500 մետր եւ ավելի, պատկերացնում ես, եւ այնտեղ կա մարզադաշտ, որտեղ որ գրեթե բոլոր հարավային Ամերիկայի թիմերը պարտվում են Բոլիվիայի հավաքականին, որտեղ անհնարին է այնտեղ ֆուտբոլ խաղալ։ Բոլիվիացիները սովոր են, բայց մնացածին համար պրոբլեմ է։ Հետաքրքիր է։ Ես առաջարկում եմ Խոսում ենք բարձունքների մասին եւ գիտես որ Հայաստանում երկու կին օդաչու կա, որոնցից առաջինը Դիանա Սահակյանն է, ով այսօր մեր տաղավարում է, բայց ես նրան ներկայացնելիս ես ուզում եմ մի հատ sense բան ասել, որ Դիանա Սահակյանը չէ։ Դիանա Սահակյանն է մեր տաղավարում, առաջին հայ կին օդաչու։ Բա երկրորդ ով է։ Էլի Դիանա էր, բայց Դիանայի ազգանունը կներեք չեմ հիշում, բայց էլի Դիանա էր, երկուսն էլ Դիանա են, այո։ Եթե ուզում եք դառնաք հայ կինոթաչու, առաջին պայման, որ ձեր անունը լինի Դիանա։ Բայց այդ կարծրատիպն էլ կանեք, վստահ եմ, կանեք աղջիկները ապագայում կկոտրեն եւ կփոխեն։ Դե տես որ դա դեռ փաստ է։ Երկու օդաչու, երկուսն է Դիանա։ Դիանա է։ Երեք օդաչու։ Հա, Դիանան արդեն երեք։ Երեքն է Դիանա։ Մա, ուրեմն ես ճիշտ եմ։ Ես ուրեմն ճիշտ եմ, Զարա։ Խնդրում եմ դա ընդունեք, որ դրամատիկ բարբերաբար ճիշտ են լինում։ Եվ այսպիսով առաջին հայ կինոթաչու Դիանա Սահակյանը մեր տաղավարում է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դիանան բացի նրանց, որ օդաչու է, նաև ես բժիշկ եմ մասնագիտությամբ, այո, ռադիոլոգ է Դիանան։ Որն է հոբի Դիանա, ուզում եմ հասկանամ, ռադիոլոգիան, թե օդաչու լինելը։ Կարծում եմ երկուսն էլ չեն կարող հոբի լինել, բնականաբար։ Երկուսն էլ այնպիսի նրբություններ ու հմտություններ են պահանջում, որ պետք է լինեն բավականին բարձր մակարդակի, բայց այս պահի դրությամբ բնականաբար ես աշխատում եմ որպես բժիշկ եւ դա իմ հիմնական մասնագիտությունն է, իսկ օդաչու լինելը ես ունեմ PPL, Private Pilot License, եւ իմ պարագայում դա այսպես աշխարհում կոչվում է պիլոտ выходного дня։ Այսինքն երբ ուզում եք կարող եք վերցնել ձեր փոքրիկ ինքնաթիռը, ունեք փոքրիկ ինքնաթիռ։ Այո, եւ թռիչք ուղին էլ ես գիտեմ, որ ինքնուրույն է Եղվարդի տարածքը ընտրել են հատուկ տարածք, գնել է ինքնաթիռ Դիանան իր երազանքի համար, հարթել է ինքնուրույն, դրոշակները ինքնուրույն են դրել այդ թռիչքուղու եւ այդպես, այնպես որ անհնարին ոչ մի բան չկա։ Ձեր ինֆորմացիան հնացել է, հա, մենք դա ընկերներով ենք իրականացրել Եղվարդում եւ այս պահի դրությամբ մենք ընտանիքով ունենք այլ թռիչքուղի, որը արդեն պետականորեն հաստատված թռիչքուղի է, Ազատի ջրամբարի մոտակայքում, այո, եւ այնտեղ։ Իսկ ձեր ինքնաթիռը որտեղ է ապրում։ Այնտեղ։ Այնտեղ հատուկ։ Ազատի մոտ, այո։ Անգար ունի, այնտեղ բնակվում է։ Կա, բայց ինքը այդպես բացօթյա է։ Այս պահին։ Անձրևներից չի վախենում։ Չէ, բացարձակապես։ Մասնագիտական ընտրությունը գիտեմ, որ ընտանեկան տեսանկյունից բնավ հերու չեք թռիչքներից, Արցախի օդանավականի հիմնադիրներից մեկը ձեր պապիկն է եղել, ձեր հայրիկը Աֆրիկայում է աշխատել, բայց ինչպես եղավ, որ ամեն դեպքում օդաչուի հիմնական մասնագիտություն որպես այդպեսին չընտրեցիք օդաչուինը։ Բավականին տեղեկացված եք իմ Զարամ պատրաստում է։ Ամեն ինչ ուսումնասիրել։ Այո, իմ պապիկը եղել է Ղարաբաղի առաջին աերոդրոմի հիմնադիրը, տատիկս այնտեղ մեծարոլոգ է աշխատել, այնուհետև իմ հայրիկի ընտանիքում բազմաթիվ օդաչուներ կան պրոֆեսիոնալ, իմ հոպարն է, իմ եղբայրն է, իմ հայրը պրոֆեսիոնալ օդաչուներ են եւ այնպես ստացվեց, որ մանկուց երազել եմ բնականաբար ես էլ լինել օդում, այո, երկնքի մասին, այսպես միշտ վերև նայելուց երազում ես ամպերի միջև այսպես թռնել, կպնել այդ ամպերը ես գալ, բայց այնպես ստացվեց, որ իրավիճակից ելնելով, հա, պարզապես անհնար էր այդ ժամանակ ստանալ օդաչուի մասնագիտություն, նաև 90-ականներն էին, լավ չէր այդ ժամանակ, բավականին դժվար էր առհասարակ մասնագիտություն ստանել այն էլ օդաչուի, եւ երկրորդը նաև հայրիկիս հետ զրուցելուց ինքը շատ դեմ էր, որպեսզի ես դառնամ պրոֆեսիոնալ օդաչու եւ մի օրինակ էր բերում Աֆրիկայում աշխատելուց, սևամորթ մի կնոջ օրինակ էր բերում, ով այսպես շատ ստատն էր, շատ գեղեցիկ, աղջիկ էր, կին էր, ով երազում էր ընտանիք ունենալ, բայց իր մասնագիտության հետ դա ինչ անհամատեղելի էր, այո։ Չնայած մեր Հայաստանում արդեն
մնացած ձյանը անա պրոֆեսիոնալ օթաչիներ ունեն ընտանիք, բայց դա բավական դժվար է համատեղել երեխաների հետ, որովհետև դու կարող ես բացակայել շաբաթներով տնից եւ փոքր երեխա ունենալու պարագայում բավականին դժվար է։ Հաղորդության ընթացքում դժվար է թռնել, հաղորդության ընթացքում սահմանափակումներ կան, մինչև 26 շաբաթական կարելի է թռնել։ Դե բայց հետո չի կարելի։ Բայց հետո որոշ ժամանակ պետք է դադարեցնել։ Դիանա, իսկ ինչպես կարողացաք վերջը հաղթարել այդ ամենը, ինչ որ մեկին ասել եք տանը, թե դա ձեր միակ որոշումն էր, որտեղ սովորեցիք, ինչպես է դա տեղի ունենում եւ միգուցե զառանել է ուզում դառնալ, կամ մնացած բոլոր աղջիկները ում անունները ոչ Դիանա են, ինչպես է դա եւ այդ պարադոքսը բացատրել է, որ ունենք 3 օթաչու, 3-ը Դիանա են։ Ահա, լավ անուն է։ Ոնց են ընտրում։ Չէ, իսկապես օթաչու դառնալու ցանկություններ կարծում եմ շատ շատերի մոտ կա եւ այսպես կողքից լսելով եմ դա նկատում, որ շատ մարդիկ իսկապես երազում են դառնալ օթաչու։ Կարծում եմ շատերը նաև երազում են դառնալ բժիշկ ու շատերը չեն հասկանում, թե ուր են գնում։ Դրա համար պետք է գոնե փորձել մոտենալ այդ մասնագիտություններին, ցանկացած մասնագիտություն ընտրելուց առաջ ճիշտ կլինի, որ փորձեք, գնաք, փորձեք, տեսնեք արդյոք դա ձերն է թե չէ, որովհետև այդ ցանկացած մասնագիտության հետևում կան նրբություններ, որոնք այդպես տեսանելի չեն։ Ինչ վերաբերում է իմ ուղուն, այդպես ստացվեց, որ մենք ընկերներով, նաև պարապլանով զբաղվող ընկերներով, բոլորով այդպես ստացվեց, որ ուզեցինք ինքնաթիռ գնել մի քանի հոգով եւ այդ ինքնաթիռը գնելուց ինքնաթիռը ունի մի քանի տեր։ Այն ժամանակ, այո, հիմա մեր ինքնաթիռը մենք ընտանիքով սեփականատերն ենք այդ ինքնաթիռի, այսինքն հայրիկիս։ Այսինքն սա ձեր երկրորդ ինքնաթիռը։ Սա առաջինը արդեն մենք այլ բաժնետեր չենք, հա, բայց այս ինքնաթիռը սա մի փոքր ավելի հզոր ինքնաթիռը եւ մեր սեփականությունն է, հայրիկի սեփականությունն է, եւ դա ամենաճիշտ տարբերակն է, որ պրոֆեսիոնալն է զբաղվում հենց ինքնաթիռի սպասարկմամբ, ինքնաթիռի եւ անվտանգության վերահսկողությամբ, որովհետեւ ամեն դեպքում սա ամենա Իսկ այդ ինքնաթիռը որ ձերն է, ինչ է նշանակում, օրինակ կարող է զանգել ձեզ, ասել ես ուզում եմ գնալ Կապան ֆեստ եւ դուք նրան տանեք Կապան։ Կարող եք, մենք ֆեստի մասնակցում ենք, բարբերաբար ֆեստերին եւ այո, մենք կարող ենք, ես կարող եմ որպես PPL գրող, անձնավորություն, ես կարող եմ Զարայի հետ նստել եւ մենք կարող ենք գնալ օրինակ, հա, Վրաստանում մի հատ սրճենք Կապան, խնդրում եմ որպես առաջարկ։ Կլորի գումար արժի դա Զարը։ Չէ, երբ որ ես որպես PPL ես իրավունք չունեմ, PPL գրողանց, ես իրավունք չունեմ կոմերցիոն թռիչքներով զբաղվել։ Բա ոնց, իսկ դա ինչի համար, դա պարզապես ձեր հոբի է, սիրողական, ինչ է։ Ազատում, Ազատ Էրֆիլդում, մեր ունենք այսպես կլուբնի հասկացողություն եւ ակումբային ակումբին կարող են միանալ ցանկացած մարդ եւ բավականին թանկ հաճույք է, չէ։ Հա, բա ոնց գումար չաշխատելով պայս ինքնաթիռը։ Մենք փորձում ենք ամեն դեպքում մեր ուժերով դա անել։ Okay. Այո։ Բայց ինչ թռիչքներ են իրենք իրանց տեսակով, այսինքն եթե կոմերցիոն չի, ուր եք գնում, լավ, ուր եք գնացել, ամենահեռու տեղը որտեղ եք գնացել։ Ես Հայաստանում եմ պատտվել, բայց օրինակ հենց այս նույն ինքնաթիռով իմ հայրը Մոսկվայից թռել է այստեղ։ Ինչ ինքնաթիռ է ներողություն։ Cessna 182, այո։ Այսինքն Եվրոպայել կարելի է հանգիստ գնալ ինքնաթիռով։ Այո։ Իսկ ապագայի հետ կապված ինչ ծրագրեր կան, այսինքն հատել արդեն Հայաստանի սահմանը, ուրիշ մակարդակի վրա բարձրացնել, արդեն, չգիտեմ, ուրիշ թույլտվություն ստանալ։ Փորձում ենք փոքր ավիացիայի զարգացմամբ զբաղվել, դա բավականին բարդ է իհարկե, ցանկացած բան ներդնելը, զարգացնելը բավականին բարդ է, թե իրավական տեսանկյունից, թե ռեսուրսների տեսանկյունից, բայց մենք ամեն ինչ անում ենք եւ փոքր քայլերով այդ ամենը ստացվում է։ Ասում եմ, այս պահին մենք ունենք Ազատ ջրամբարի կից տարածքին մոտ, հա, Ազատ Էրֆիլդ կոչվող, որը որ պետականորեն հաստատված հարթակ է, որտեղ կարող են նաև այլ ինքնաթիռներ որպես կայան դիտարկել, որպես թռիչքուղի դիտարկել, այնտեղ կարող են օգտվել նաև ակումբի անդամները, կարող են օգտվել հեծանիվից, այդպես կարող են թռիչքներ իրականացնել մեր օթաչուների հետ։ Հեծանիվից Երևանում է կարող են օգտվել, ավելի շատ բավականին լավ տեսարաններ կան։ Ես գիտեմ, որ գոյություն են Հայաստանում էնտուզիաստներ, որոնք որ հենց այդ փոքր ավիացիայի, այսպես ասած,
ջաթագով Ջատագով, այդ դերին ջատագով են եւ գիտեմ որ բավականին դժվարությունների հետ են իսկապես այսպես ասած բախվում թե պետականորեն օրենքների հետ կապված թե չգիտեմ տարբեր միջազգային օրենքների հետ սահմանված որովհետեւ մեր մոտ դեռ զարգացած չի բայց երբ որ այս քայլերը սկսում են օրերից մի օր ինձ թվում է որ շատ ավելի արագ են process-ները տեղի ունենալու չէ Առայժմ ոչ, բայց փորձում ենք։ Չէ, դե երբ որ քարը սկսեց գլորվել, արդեն այդ ասածս դա է, որ դժվարը միշտ առաջի քայլերն են։ Ես գիտեմ անգամ մարդիկ, որոնք որ Ռուսաստանի Դաշնությունում մեծ հաջողություններ են ունեցել, փոքրիկ ավիացիայում եւ հիմա արդեն ուզում են այստեղ շատ լուրջ ներդրումներ անեն եւ դպրոց բացեն, ակադեմիա բացեն, մարդիկ այստեղ սովորեն, ուսում ստանան, ունենան ինքնաթիռների, այսպես ասած, տարբեր տեսականի, վաճառեն ինքնաթիռներ, մարդիկ ունենան ինքնաթիռներ, որոնք որ իրենցը կլինի եւ կպահպանվի ինչ որ վայրերում, այսինքն այդ ամեն ինչը սկսվել է արդեն։ Այո։ Եվ ակտիվորեն փորձում ենք զարգացնել բոլորով, որպես համայն։ Դիանա, ուզում հարցնեմ, իսկ ինչու դուք միայն Հայաստանի ներսում թռում։ Օրինակ, եթե դուք ունեք Շենգեն վիզա, դուք կարող եք նստել ձեր հայրիկի ինքնաթիռը եւ թռնել Ֆրանսիա։ Այո։ Ահա։ Բայց երբեք այդպեսի մի չի Այս պահին չի ստացվում, ես երկու փոքր երեխա քիչ չեմ հասցնում Իսկ երեխաների եւ աշխատանքի։ Երեխաներս էլ են ինձ հետ թռնում շատ հաճախ, կարող եք ընտանիքի անդամներով բոլորը իրար հետ նստել եւ ես գիտեմ օրինակ որ շատ դեպքերում Իտալիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում փոքրիկ ուրեմն օդանավականներ կան ոչ մեծ որտեղ որ այդ ինքնաթիռի կայանատեղը ավելի էժան է, քան մեքենայի կայանատեղը։ Պատկերացնում ես, դու կարող ես Պորտուգալիայում մեքենա վերցնես վարձով եւ կայանատեղի համար ավելի շատ գումար տաս, քան փոքրիկ ինքնաթիռով Երևանից, Հայաստանից գնաս հասնես Պորտուգալիա, եւ 25 եվրո, 10 եվրո Այդպիսի փոքրիկ ինքնաթիռների ինքնարժեքն էլ է երբեմն ավելի ցածր քան մեքենաների ինքնարժեքը, այո։ Բայց մի քիչ ես ուզում մի քիչ հետ գնանք եւ առիթը բաց չթողնենք Մանկություն դեռ էլի Զիգմունդ Ֆրոյդին հիշեցիր, բա։ Ոչ, ու աղջիկներին մոտիվացնենք իրենց երազանքներին հասնելու համար։ Աղջիկներին ուզում հասկանալ։ Որովհետեւ շատ կարծրատիպեր կան այս ոլորտում աղջիկների հետ։ Ոչ միայն Դիանաներին։ Ոչ միայն Դիանաներին, այո, այդ ճիշտ է, ընդունել է, այո, այդ համատեղելը, այդ պարապելը, այդ ամեն ինչը, որքան էլ մանկության տարիներից ոլորտին ծանոթ լինեք, բայց ամեն դեպքում որոշակի պատրաստվածություն, պարապմունքներ պետք էին։ Դա համատեղել մի աշխատանքի հետ, որը կարելի ասել 99%, եթե ոչ 100% ձեր ժամանակը տանում է, մեղմ ասած բարդ է, ոնց եք դասավորում գրաֆիկը, հիշում եք առաջին օդ բարձրանալը։ Միանշանակ, կարծում եմ դա դժվար է մոռանել։ Այն ժամանակ, այսպես հենց երբ մենք արդեն սկսեցինք պրակտիկ թռիչքներ իրականացնել, 4-ին արթնանում էի, բարություններս էի անում, արագ հասնում էի այն ժամանակ Եղվարդ, թռիչքները մեր իրականացնում ենք եւ մեկնում էի աշխատանքի։ Լուսաբացին թռնում էինք, 6-ից թռնում էինք մինչեւ 8-8:30 ավարտում էինք։ Իրականում դա մեծ դժվարություն չի։ Ինչպես ես դու մեքենա վարել սովորում եւ գնում ես դասընթացների։ Չեմ պատկերացնում ես։ Իմ մեքենա վարել պատկերացնում ես։ Ոչ, մեքենա վարել պատկերացնում եմ, բայց օդ բարձրանալ ինքնաթիռով, ունենալ ֆիզիկական շտուրվալը քաշում ես բարձրանում։ Դե շո, իմի շատ հեշտ է խոսում։ Իմ համար դա Հա, դա ուրիշ բան, բայց դա պարզապես դասընթացներ են, որ դու սովորում ես օրենքները, թեորիա, հետո անցնում ես պրակտիկայի, Բայց դա համատեղել բժշկի աշխատանքի հետ։ Դե չես ասում եմ, որ 2 ժամ, դու ոնց ես մեքենա, առավոտյան դուրս ես գալի, մեքենա ես գնում քշում ես, հետո գնում ես քննություններ հանձնում, ստանում ես իրավունք մեքենա քշելու եւ նույնը ստեղա։ Այո։ Քեզ թվում է 64 ժամ օրեկան պետք է դու ինքնաթիռ քշես։ Ես միևնույն ես չեմ համեմատի ուղղակի հարորդ լինելու, պատմեք հետ, պատմեք Զարային, թե ինչպես է դա տեխնիկապես տեղի ունենում։ Տեխնիկապես դա բավականին հնարավոր է։ Դա Ցանկություն է իսկապես հնարավոր է։ Այդտեղ ցանկություն է հարկավոր, այո, այդտեղ նպատակասլացություն է հարկավոր։ Պետք է աշխատանք, ինչպես ցանկացած ոլորտում, հա, ինչքան մեծ է տարիքով, այդքան բնականաբար ավելի դժվար է մոտենում ցանկացած նոր իրավիճակին, բայց դա հնարավոր է։
Դիանա, ինձ ուրիշ հարց է ուզում։ Ով է տվեց ձեզ այդ իրավունքը եւ այդ իրավունքը որ դուք Հայաստանի ունեք։ Հանրապետությունը։ Միջազգային է։ Այո։ Այսինքն ամբողջ աշխարհում դուք Անտարկտիդայում եք կարող քննիչներ կատարել։ Դե ինչպես օրինակ նույն օրինակը բերեցիք մեքենայի վարորդական իրավունքի վրա, դուք որոշ երկրներ կան, որտեղ պետք է վալիդացիա իրականացնել։ Այս պարագայում Հայաստանի լայսենսը եւս վալիդացիայի ենթակա է արտերկրում եւ եթե դու քո ինքնաթիռով ես այնտեղ մեկնել, օքեյ, բայց եթե դու ուզում ես գնաս օրինակ US եւ այնտեղ բարձր ինքնաթիռ, պետք է նախորդ դիմես վալիդացիայի, այնտեղ վալիդացիա իրականացնես եւ արդեն կարող ես ազատորեն օգտվել իր ինքնաթիռներից։ Իսկ Հայաստանում որ օրգանն է տալիս այդ Քաղաքավիացիան էր այն ժամանակ տրամադրել, այո։ Քննություններ եք հանձնում։ Պարտադիր քննություններ էինք հանձնում։ Ժամեր պետք է ունենաք հատուկ 45 թռիչքային ժամ պետք է ունենայինք մինիմում, որպեսզի անցնեին քննությունները, սոլո թռիչքներ էինք ունենում։ Բավականին շատ հետաքրքիր էր։ Դիանա, ինչքան գումար է պետք։ Օրինակ մենք բոլորս պլյուս մինուս պատկերացնում ենք ինչքան գումար է պետք, որ սովորես ավտո վարել, հետո քննությունները հանձնել եւ ստանալ ավտո վարելու իրավունք։ Մի քիչ ավելի շատ։ Ինչքան մի քիչ։ Կախված նրանից թե ինչ օթանավով ես իհարկե բնականաբար թռչելու, հա, ինչպիսի դասընթացներ պետք է վերցնես, բայց գումարները տարբեր են, նաև կախված են այդ պահին Դե ինչքան 1 միլիոն դրամ 500,000-ը կես տարի է տևում, 1 տարի է տևում, իմը կոնկրետ տևել է մոտ 1 տարի, մերը տևել է մոտ 1 տարի, որովհետև այնտեղ որոշ գեփեր կային ժամանակ, զայդերկաներ կային տարբեր իրավիճակներից ելնելով, որովհետև նաև մեզ հետ ոնց է կայանում էր այդ ամեն ինչը համակարգը։ Հիմա ավելի հեշտ է, ավելի արագ։ Հիմա ավելի բարդ է, որովհետև շատ բաներ չկան, այս պահի դրությամբ օֆիցիալ նաև իրավական որոշակի կողմեր կան, որ բավականին բարդ է իրականացնել այս պահի դրությամբ լայսենսի ստացումը, բայց նույնիսկ աշխատում ենք այդ ուղղությամբ, պլաններում կա նաև դպրոց բացել եւ այդ ամենը փորձում ենք գումարը ինչքան է։ Գումարը ընդհանուր մոտ 15-ից 20,000 դոլար է նստում։ 15-ից 20,000 դոլար։ Բայց դա էլի բավականին մատչելի է։ Մատչելի չի, դա կարծում եմ այսօրվա օրով բավականին հնարավոր է, այսինքն մարդիկ Եթե ունես ցանկություն, հնարավորություն եւ երազանք։ Այո։ Իսկ վարորդական իրավունքները տալիս են 10 տարով, հետո պետքա ստեյուտիկան փոխես վարորդականը։ Այստեղ 5 տարով է տրվում։ Այստեղ 5 տար։ Հետո ինչ պիտի անեք։ Հետո պետք է դուք նախ ամեն ժամանակը մեկ եթե դուք բաց եք թողնում օրինակ 3 ամիս չեք թռնում եւ դրանից հետո ցանկանում եք թռիչք իրականացնել, պետքա ինստրուկտորի հետ թռիչք իրականացրեք, վերալիցենզավորվեք, այո, եթե որոշակի ժամանակ 1 տարի չեք թռել կամ 5 տարի չեք թռել, դուք նաև քննություններ եք հավելյալ հանձնում եւ լիցենզիան վերահաստատելու համար։ Բացի նրանից, որ թռիչքային ժամերը շատանում են, որ պետք է իրականացվեն այդ ինստրուկտորի հետ։ Պլյուս դրան կան նաև այլ քննություններ, օրինակ 1 կամ 2 տարին մեկ կախված լայսենսի տիպից պետք է առողջության քննություններ անցնենք, հա, պետք է անգլերենի միջազգային քննությունները հանձնենք։ Որովհետև դու բոլոր դիսպեչերներից անգլերեն ես խոսում։ Այո, բայց դուք այստեղ չեք էլի խոսում ինչ որ մեկի հետ, այլ դա հանձնում եք արտասահման, on-line է լինում քննությունը, հատուկ։ Ուզում ասեմ, անգամ եթե դու Հայաստանում ես թռնում, միևնույն դիսպեչերներից անգլերեն ես խոսում։ Հայաստանում կարող ես փոքր ավիացիայով հայերեն, ռուսերեն խոսել, ու իկաուն թույլ չի տալիս հայերենով խոսել, պետք է իկայի լեզուներով 7 լեզուներից մեկով զրուցես, բայց փոքր թռիչքներ իրականացնելուց, հա, փոքր ավիացիայում Հայաստանում կարելի է հայերենել զրուցել դիսպեչերների։ Տխրեցիր մի քիչ, ինչ է պետք։ Զարդերդ կվաճառես մենք կարում։ Չէ, ես հիանում եմ այլ կանանց օթային հաջողություններով, այո, եւ ես շատ ուրախ եմ, որ շատ կարծրատիպեր կոտրվել են այս առումով եւ յուրաքանչյուրին գալիս է ապացուցելու, որ կանանց համար անհնար ոչ մի բան չկա, չնայած նրանց առաջ հաճախ են դնում այդ ընտրությունը, ընտանիք թե կարիերա։ Ինչ որ մեկը Դիանային ասել է դու կին ես դրա համար չպետք է օթաչու դառնաս։ Դե ինքը իր երազանքից մի քիչ է դա կանգնել դրա համար։ Մի փոքր հետ է կանգնել, որովհետև ամեն դեպքում, ասեցի, հայրիկը ասում էր, որ բավականին անհամատեղելի է դա երեխա ունենալու ընտանիքի հետ, հա, այդ մասնակցությունը, հայրիկը ճիշտ է թե ոչ։ Հայրիկը ճիշտ էր։
Հա, Այո, իհարկե Զարա ճիշտ է։ լսեցիր։ Հայրիկները միշտ ճիշտ է։ Հայրիկների կողմից շնորհակալություն։ Բայց մյուս կողմից էլ այն երկու Դիանաները, ովքեր կատարում են նաև միջազգային թռիչքներ, իրանք նաև մամաներ են։ Համենայն դեպս իմ իմացած Դիանաներից մեկը, հետևաբար այս կարծիքը եւս կոտրվեց։ Ասեմ, որ օթաչուների 99%-ը պապաներ են, դա էլ է կարծրատիպ կոտրում։ Քանի մարդ կա այսօր Հայաստանում, որ ունի ձեր նման օթաչուի լիցենզիա։ Այս պահին 4 հոգի ենք, մենք, հա, ովքեր որ ստացել էին այն ժամանակ միասին, մի հոգի մեզանից առաջ ստացել էր, բայց այս պահին չեմ կարող ասել ինքը Հայաստանում թե չէ։ Այդպես շատերը չեն, շատ տարբեր պատճառներով իհարկե նաև ֆինանսական, բայց ինչու ասեցի, որ կարծում եմ, որ հնարավոր է դա հենդլ անել, այսպես, որովհետև եթե նայում ենք վճարովի դպրոցների արժեքները ու հասկանում ենք ինչ այնտեղ մրցակցություն կա երեխաներին դպրոց տալու, հասկանում ենք, որ մարդիկ կան, որոնք պրինցիպի Մենք ունենք մանկապարտեզներ, որոնք տարեկան ավելի թանկ են, քան որպես փոքր երեխայի մայր, հասկանում եմ, թե որքան Դիանա, իսկ տարիք կա, տարիքային ներքևի եւ բարձր վերևի։ Այո, 18 տարեկանը ներքևի տարիքն է, բարձր տարիքը, այսպես ասեմ, Ամերիկայում այս վերջերս 73 տարեկան տղամարդ էր ստացել PPL, բայց Հայաստանում իհարկե 65 տարեկանն է առհասարակ։ Այ դրա մասին է պետք խոսալ, որ ինձ քիչ մնաց։ Պետք է արագացնեմ պրոցեսները։ Արագացնեմ պրոցեսները, եթե ուզում եմ իմ երազանքի հետևից գնալ։ Վերջին անգամ երբ եք բարձրացել օդ։ Մի 2 շաբաթ առաջ։ 2 շաբաթ։ Հա։ Իսկ ինչ եք պլանավորում շաբաթ չի շուտով։ բարձրացել, որովհետև երեխայի ծնունդներ։ Երբ եք պլանավորում եւս մեկ անգամ։ Այս շաբաթ կիրակի, որ ստացվի անպայման կգնա։ Չէ, մենք գրեթե ամեն շաբաթ կիրակի փորձում եմ գնալ։ Լինում են օրեր, երբ որ ես կարողանում եմ ժամանակ հատկացնել գնալ, բայց այնքան հոգնած եմ լինում, որ չեմ կարողանում պարզապես շտուրվալին մոտենալ ու դա հասկանալի է։ Իսկ դուք բարձրանում եք եւ ինչ որ պատտվում եք գալիս եք նորից նույն կետը, թե օրինակ գնում եք, չգիտեմ, կապան այնտեղ երկու մնում եք։ Գնում ենք այլ տեղ, բայց հիմնականում տարածքում ենք պատտվում, շրջում ենք, տեսնում ենք։ Հայաստանում քանի օթանավակայան կա, քանի կետ կա, որտեղ որ դուք կարող եք ձեր Սովետական տարիներին 11-12 օթանավակայան կար եւ համարվում էր Հայաստանի ամենաօթանավաշատ հանրապետություններից մեկը։ ՍՍՍՌ-ի ամենաշատ օթանավակայան ունեցող հանրապետություններից մեկը նա Պլոշից, հա, այսպես տարածքի վրա, բայց այս պահի դրությամբ շատ ավելի քիչ են աշխատող օթանավակայանները, որտեղ որ կարելի է թռիչքուղիները, որտեղ որ կարելի է վայրեջք կատարել։ Թե իրավական տեսանկյունից, թե պարզապես Քանի մետր է ձեր սամալյոտը ինքնաթիռի համար պետք պալասան։ 500-ի կարգի, մեզ մոտ 800 է, 500-ի կարգի բավարար է։ Լավ, Զարա, բան ունես ավելացնել։ Ոչ, չունեմ։ Կանանց պաշտպանության Ես որքան կարիք, ես պաշտպանեցի եւ մոտիվացրի եւ արժևորեցի այն աշխատանքը, որը անում են կանայք։ Դու ինքդ պատրաստ ես դառնալ առաջին կին հաղորդավարի օթաչուհի թե օթաչուհի։ Օթաչու, որովհետև տղամարդայնացված է այդ մասնագիտությունը եւ Դե հիմա այդ ֆեմինիտիվով պետք է օգտագործես օթաչուհի։ Ես օրինակ Օթաչուհի։ Օթաչուն էլ մեզ առաջ Բավարարում է։ Շկուհի հասկացողությունն է։ Այո։ Այդտեղ այն ռուսերեն որ ռեժիսոր կա, օպերատոր կա, ես նյարդանում եմ իսկապես։ Դե որովհետև տարիներ շարունակ տղամարդայնացվել են այդ մասնագիտությունները, դրա համար կանացի սեռով չկա, բայց ռեժիսոր կա տգեղ է միևնույնն է։ Ոչ թե տգեղ, այլ ինձ թվում է ականջին սովոր չի պարզապես։ Ես կարծում եմ մասնագիտությունը սեր չունի եւ ինչպես մենքից համար բժշկուհի հասկացողությունն էլ է մի փոքր տարօրինակ։ Զարեմը չպետք է դա ասեիք Դիանա։ Բայց ասացի, արդեն ուշ է, արդեն ասացիք։ Լավ, շնորհակալություն Դիանա, մաղթում ենք ձեզ։ Ինչ են օթաչուներին մաղթում։ Ունակ բաներին նավաստներին ասում են 7 футов под килем, իսկ օթաչուներին ինչ են ասում։ Чтобы количество взлётов и посадок соответственно, ահա, всё, հասկացա։ Դե ինչ, որ ձեր թռիչքների եւ վայրեջքների թիվը հավասար լինի ընդմիշտ։ Դիանա, շնորհավորում ենք ձեզ եւ մեզ, որ այսպեսի Դիանաներ կային մեր երկրում եւ իսկապես գնացեք ձեր երազանքի հետևից եւ սեռը կապ չունի։ Տղամարդ ես, թե կին ես, գնացեք ձեր երազանքների հետևից եւ ոչ մեկին
մի խանգարեք երազանքներ կատարելուց։ Եվ մի հավատացեք կարծրատիպերին, կոտրեք այդ կարծրատիպերը ու անցեք Բայց առաջ, ո՞րն եթե են ուզում եք կարծրատիպը ո՞րն է ուզում հասկանամ։ որ կինը չի կարող լինել Ով ասել, որ որ տես չի բան կարող կա։ համատեղել մայրությունն ու կինը, թող այս դեպքում արդեն պետք է Մայրությունը, կինը հայրիկի պետք է համատեղել։ աջակցությունը։ Մայրությունն ու օդաչու լինելը։ Գովաս անտիեթերում գովաս տղամարդու գործը թե։ Մասնագիտությունները սերջ ունեն, սիրելի կանայք, գնացեք ձեր երազանքների հետևից ու մի հավատացեք կարծրատիպերին, ոչ մի տեսակի կարծրատիպի։ Եթե հավատում եք, կստացվի։ Գովաս անտիեթերում։